Բարև, պոկեմոնների մասին գիտական հոդված հեղինակավոր Nature ամսագրում, ոչ սա կատակ չէ, առաջին հայացքից տարօրինակ է թվում աշխարհի ամենահեղինակավոր գիտական ամսագրերից մեկում փոփ մշակութային երևույթի վերլուծություն տեսնելը, սակայն եթե ավելի ուշադիր նայենք կտեսնենք, որ պոկեմոնների հետևում ավելի շատ գիտություն կա, քան կարելի էր կարծել։ 1996 թվականի փետրվարի 27-ին գեյմ դիզայներ Սատոշի Տաջիրին թողարկեց Pokemon Red and Blue շարքի առաջին խաղերը Game Boy խաղային սարքի համար։ Հիմքում ընկած էր նրա մանկության հոբին՝ միջատներ հավաքելը։ Խաղացողները պետք է որ սային արարածներին դասակարգեին նրանց եւ լրացնեին Pokédex-ը։ Ըստ էության բնագետի վիրտուալ դաշտային օրագիր։ Հենց այս նմանությունն է նկատել Guelph-ի համալսարանի էնտոմոլոգ Սպենսեր Մոնկտոնը։ Նրա խոսքով Պոկեմոնների մասին խաղի մեխանիկան զարմանալիորեն ճշգրիտ վերարտադրում է տաքսոնոմիստի աշխատանքը գտնել, նկարագրել, անուն տալ, ներառել համակարգի մեջ։ Չիլիում դաշտային ուսումնասիրությունների ժամանակ Մոնկտոնը հայտնաբերել է մեղուների 8 նոր տեսակ։ Դրանցից մեկը երկարավուն վիշապային դնչիկով մեղուն ստացել է Chilocolo Charizard անվանումը՝ ի պատիվ Charizard-ի։ Նման օրինակները եզակի չեն։ 2014 թվականին թռչող սողունների Aerodactylus ցեղն անվանվել է ի պատիվ Pokemon Aerodactyl-ի, իսկ Չիկագոյի բնության պատմության թանգարանում պատրաստում են ցուցահանդես, որտեղ Պոկեմոններին կցուցադրեն իրական բրածո նախատիպերի կողքին։ Դրանց թվում է Archaeopteryx-ը, որը ոգեշնչել է Pokemon Archaeopsին։ Պոկեմոնները օգտակար են եղել նաև կրթության մեջ։ Դեռ 2002 թվականին Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը ցույց է տվել դպրոցականներն ավելի շատ պոկեմոններ են ճանաչում, քան տեղական ֆաունայի տեսակներ։ Կենսաբանների համար սա տագնապալի ազդանշան էր։ Ի պատասխան հայտնվել է Ֆիլո թղթախաղը, որն իր մեխանիկայով հիշեցնում է պոկեմոններին, սակայն հիմնված է իրական էկոհամակարգերի վրա։ Խաղացողները հավաքում են սննդային շղթաներ, կառուցում կայուն բիոմներ եւ տեսնում, թե ինչպես են դրանց վրա ազդում նավթի արտահոսքերը կամ կլիմայի փոփոխությունը։ 2019 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ Ֆիլո խաղացած ուսանողներն ավելի շատ տեսակներ են մտապահել, քան նրանք, ովքեր սովորել են ավանդական սլայդերով։ Կան էլ ավելի արմատական օրինակներ։ Թայվանցի էնտոմոլոգ Մատան Շելոմին պոկեմոններին օգտագործել է այսպես կոչված գիշատիչ ամսագրերը հայտնաբերելու համար։ Դրանք այն գիտական ամսագրերն են, որոնք գումարի դիմաց հոդվածներ են հրապարակում առանց լիարժեք գրախոսման։ Նա այդպիսի ամսագրեր էր ուղարկում կեղծ աշխատանքներ մտածածին համահեղինակներով, ներառյալ պրոֆեսոր Սեմյուել Օուգին Պոկեմոն տիեզերքի կերպարին։ Որոշ հոդվածներ ընդունվեցին ու հրապարակվեցին, այդ թվում հետազոտություններ հորինված քաղաքի օդի որակի եւ Jigglypuff-ի հանգստացնող հատկությունների մասին։ Պոկեմոնների պատմությունը ցույց է տալիս անսպասելի մի բան՝ փոփ մշակույթը կարող է ոչ միայն զվարճացնել, այլև ձևավորել գիտական մտածողություն, օգնել ուսուցմանը եւ նույնիսկ վերհանել ակադեմիական միջավայրի խնդիրները։ Երբեմն դեպի կենսաբանություն, հնեաբանություն կամ գիտական հրապարակումների քննադատական վերլուծություն տանող ուղին սկսվում է պարզ գաղափարից՝ բռնիր նրանց բոլորին։ 3 փոքրիկ կատամ, որոնք ստիպել են վերանայել պրիմատների հնագույն ազգակիցների բնակեցման քարտեզը։ Կոլորադո նահանգի Դենվեր ֆորմացիայում հնեաբանները հայտնաբերել են պուրգատորիոսների փոքր կաթնասունների մնացորդներ, որոնք համարվում են հնագույն հայտնի պրիմատոմորֆները։ Պուրգատորիոսներն ապրել են վաղ պալեոցենում, կավճի եւ պալեոգենի սահմանին ոչ թռչնային դինոզավրերի զանգվածային անհետացումից կարճ ժամանակ անց։ Դրանք մոտ 40 գրամ քաշով շատ փոքր կենդանիներ էին, որոնք արտաքին տեսքով հավանաբար հիշեցնում են ժամանակակից տուպայաններին։ Կենդանիները սնվում էին հիմնականում անողնաշարավորներով եւ ըստ ամենայնի վարում էին ծառաբնակ կենսակերպ։ Չնայած իրենց համեստ չափերին, այս կենդանիների նշանակությունն ահռելի է։ Պուրգատորիուսներին դասում են պրիմատոմորֆների շարքին։ Սա մի խումբ է, որը միավորում է իսկական պրիմատներին, նրանց անհետացած ազգակից պլեզիադապիֆորմներին ու ժամանակակից բրդաթևերին։ Ուսումնասիրելով այս վաղ ձևերը, գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչպես է սկսվել պրիմատների էվոլյուցիոն պատմությունը։ Մինչև հիմա պուրգատորիուսների մնացորդներ հայտնաբերվել են միայն Մոնտանայում եւ կանադական Սասկաչևան նահանգում։ Համարվում էր, որ դրանց արեալը սահմանափակվում էր Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասի հյուսիսային հատվածով, սակայն Նյու Յորքի քաղաքային համալսարանի թիմը հայտնաբերել է կենդանու ավելի լայն տարածման նոր ապացույցներ։ Կոլորադոյում հետազոտողները մաղի միջոցով անցկացրել են նստվածքային ապարների մեծ ծավալներ։ Այս մեթոդը թույլ է տալիս գտնել անգամ ամենափոքր քարացուկները։ Արդյունքում հայտնաբերվել է 3 ատամ ծնոտի հատվածով պրեմոլյար եւ 2 մոլյար։ Դրանց տարիքը գնահատվել է 65.38-ից 65.46 միլիոն տարի։
Վերլուծությունը ցույց է տվել, որ ատամները պատկանում են պուրգատորիուսներին, սակայն չափերով եւ կառուցվածքով դրանք չեն համընկնում այս ցեղի նախկինում նկարագրված 5-ից 7 տեսակներից եւ ոչ մեկի հետ։ Հավանաբար խոսքը նախկինում անհայտ տեսակի մասին է, որն ավելի վաղ առանձնացել է խմբի հիմնական էվոլյուցիոն ճյուղից, սակայն նյութի հատվածական լինելու պատճառով հեղինակներն առայժմ չեն շտապում պաշտոնապես նկարագրել նոր տեսակը։ Գտածուն կարևոր է ոչ միայն որպես նոր տեսակի հնարավոր հայտնագործություն, այլև այն փոխում է պատկերացումները վաղ պրիմատոմորֆների աշխարհագրության մասին։ Մոնտանայում հայտնաբերված հնագույն պուրգատորիուսներն ապրել են զանգվածային անհետացումից մոտ 105-ից 139 հազար տարի անց։ Կոլորադոյի նմուշները թվագրվում են ավելի ուշ ժամանակաշրջանով, դրանից մոտ 560-ից 656 հազար տարի անց։ Սա կարող է նշանակել, որ ցեղը աստիճանաբար ընդլայնել է իր արեալը հյուսիսից հարավ։ Նախկինում ենթադրվում էր, որ Մոնտանայից դեպի հարավ գոյություն է ունեցել աշխարհագրական պատնեշ։ Ըստ վարկածներից մեկի, աստերոիդի հարվածը ոչնչացրել էր անտառներն ավելի հարավային շրջաններում ու ծառաբնակ պրիմատոմորֆները մի քանի միլիոն տարի շարունակ չէին կարողանում այնտեղ վերաբնակվել։ Նոր գտածուն կասկածի տակ է դնում այս ենթադրությունը։ Հնարավոր է խնդիրը ոչ թե կենդանիների իրական բացակայությունն էր, այլ այն, որ նրանց առկայության նշաններն ուղղակի չէին հայտնաբերվել։ Փոքր քարացուկները շատ հեշտ է չնկատել, եթե փնտրում եք հիմնականում խոշոր ոսկորներ։ Կոլորադոյի 3 ատամները ցույց են տալիս պրիմատների վաղ էվոլյուցիայի պատմությունը կարող է ավելի լայն եւ բարդ լինել, քան կարծում էին նախկինում, երբեմն մեծ պատկերը վերանայելու համար բավական է մի քանի միլիմետր չափեր ունեցող գտածո։ Ապագայի քաղաք, որի երկնաքերերը բառացի հասնում են երկինք, իսկ գետնի տակ աշխատում են հազարավոր անդեմ մարդ մեքենաներ։ Ռեժիսոր Ֆրից Լանգի Մետրոպոլիս ֆիլմը լույս է տեսել 1927 թվականին ու դարձել կինոյի պատմության ամենաազդեցիկ գիտաֆանտաստիկ կտավներից մեկը։ Սա համր կինո է, սակայն վիզուալ առումով այն մինչ օրս ժամանակակից տեսք ունի, հսկայական արդյունաբերական դահլիճներ, մեխանիկական քաղաքներ ու մարդանման ռոբոտի առաջին կերպարներից մեկը կինեմատոգրաֆում։ Մետրոպոլիսը պարզապես ֆանտազիա չէ տեխնոլոգիաների մասին։ Սա սոցիալական փորձի մոդել է, ինչ կլինի, եթե տեխնոլոգիական առաջընթացն ավելի արագ աճի, քան արդարության ընկալումը։ Ֆիլմը հետազոտում է քաղաքը կառավարող էլիտայի եւ դրա գոյությունը պահպանող բանվորների միջև առկա անդունդը, իսկ Մարիա անունով ռոբոտի կերպարն ազդել է ողջ հետագա գիտական ֆանտաստիկայի վրա, կիբերբանկից մինչև նեյրոցանցերի եւ անդրոիդների մասին ժամանակակից ֆիլմեր։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։